Ողջույն Civilnet-ի podcast-ի դաղավարի մեջ այսօր նորեն կհանդիպենք քաղաքագիտության դասախոս Ասպետ Քոչիկյանի հետ։ Բարև Ասպետ։ Բարև ապո։ Վիդի խոսենք նախընտրական շրջանի մեջ ենք հիմա։ Հայաստանը քիչ ասենք ուրիշ տեսակի աշխուժության մեջ է, գոնե առնվազն տեխնացու գործիչները, գուսակցությունները աչուցախը վազվզեն հանրագարկերու մեջ դուրսը քարելով ժողովրդին հետ շփվելու եւ քվե ապահովելու հետաքրքրական երևույթ է չէ՞ քվե հիմա այս մթնոլորտի մեջ IRI-ը միջազգային հանրապետական հիմնարկությունը կամ ինստիտուտը որ կնահատականը կնաստալ իբրև քաղաքական մասնակետ որ տված է իր հարցախույզի առաջին հարցախույզի արդյունքները եւ շուտով հավանաբար մի քանի շաբաթ են երկրորդը հրավարակ է տեսնելու թե ինչ է մոդեցումները ինչ են մոդեցումները քվեարկողներու մասնակցության չմասնակցության եւ այլն այս հարցախույզի մասին մենք խոսած ենք անցյալին 3 տարի առաջ եւ հիմա այսօրվա դրությամբ ինչն են ամենահատկանշական բաները, որ այս հարցախույզը ցույց կտան։ Ասիկա նորեն դաղավարին դուրս կխոսենք այսօր մասին ապո հետաքրքրական է ինձ համար օրինակ այս հարցախույզները որ կան ոչ մեկ ցևով այսինքն իսկական գարձր գիտություն չեն բայց հետաքրքրական է դարբեր բաներ առաջինը որ մարդ պետք է նայ եթե գուզե օգտագործել ասիմանան քաղաքական գուսակցություններ կամ ուժեր կուզեն օգտագործել նախ եւ առաջ պետք է նայես ինչքանով վստահելի է մեխանիզմը բանը մեթոդոլոգին որովհետեւ ընդհանրապես շատ կրնաս շատ սխալ հարցումներ տալ կամ շատ սխալ ցևով հարցեր ընդհանրապես ներկայացնել եւ այլն IRI բարակային քեշ չէ այսինքն ունին իրենց ասպես ասած գայուն ասենք որակը եւ այլն բայց շատ դեղերալ հարցեր կա որ օրինակի համար ադերներ ինձ մտածել կուտա ամենաբստիկ հարցը օրինակի համար որ եթե գուզեմ գտնալ իրենց ռաց հարցախույզը ինչքանով կներկայացնի Հայաստանի բնակչությունը իսկ բանի դոգոսով հարցում ունին որ գսեմ որ անցյալ դարի անցյալ ընտրություններուն մասնակցեցար կամ ոչ այդ բարակային մոտավորապես 65% 70% ասած էր որ այո եւ ընդհանուր ապարական 45% 49% է so ասպիսի փոքր բաներ կան բայց ասենք փոքր ասենք ասպես ասած խաղեր են որ կարելի է բանել բայց ասի առաջինը նախ պետք է գտնանք ով է հարցախույզը երկրորդը մարդիկ իմ գարձիկովս շունին այդ կարողությունը որբեսի քիդականորեն մոդեռնան կամ ավելի total global ծավով ընդհանրական ծավով նայեն ասարտին ուզեմ սկսել առաջին հարցեն օրինակի համար որ ամեն մարդ կգործած է կամ գուզե օգտագործել այն է որ ամենամեծ հարցը ինչ է քեզի համար եւ հարցախույզի մեջ օրինակի համար առաջինը մոտավորապես 21%-ով ապահովության հարցն է Եվ հիմա ամեն մարդ կսե դες ապահովությունը շատ մեծ հարց է մեզի համար։ Ես անցաններ ասել լսարանի մեջ, տասարանից մեջ կխոսեի այսօր մասին, ու եւ ներկայացուցի այդ պատկերը, անգերդեսած ուսանողները շատ ավելի ընկալող էին եւ շատ ավելի ջգուն էին իրենց մտածելու մեջ, քան թե շատ քաղաքական գործիչներ, բայց ասեմ որ եթե նայես երկրորդ, երրորդ, չորրորդ, 5, 6, 7, 8 եւ գումարես բոլորը, տնտեսական եւ ընկերային հարցերը, սոցիալ-տնտեսական, առողջապահություն, դպրոց, աշխատադեղ եւ այլն շատ ավելի բարձր դոգոս ունի, քան թե ասենք ապահովության հարցը։ Իմիջայլոց ադալ բաքսած է նախքին Արցախույզի մեջ կրկնաբադիկ են ավելի, երաբադիկ ավելի երան հատվածի թիվը, որ անվտանգությունը կնկատեր որպես առաջնահերթ խնդիր։ Ճիշտ։ Հիմա բաքսած է, ուրեմն ուրիշ հարցեր ավելի կարևոր են, բայց հարցը այն է, որ ընդհանրապես այս կոնտեքստի մեջ գուսակցություններ կամ քաղաքական ուժեր կամ որ ջգուն չեն իրենց ասենք հարցերը արձարծելու գրնալալ միմյան մեկ նյութի մասին իրենք լավ կրեդիտ ունին կամ գրնան լավ արտահայտվել եւ գործեն ինչ ալլա նյութը ադոր վերաթարնալ լա դիկա օրինակի համար ընդհանրապես բոլոր գուսակցությունները մեծամասնությունը խոսին ապահովության անվտանգության համար լավ եղբայր ուրիշ բան չկա ոստե մարտիկ օրինակ Սամվել Ղարաբեդյանի կամպեյնի մեջ ավելի հետաքրքրական է շատ ավելի գետրոնացած է հասարակական տնտեսական ասենք նյութերու մասին որ ավելի շատ համընկնի ասարցախ
հարցախույզին թեփկերուն բերությանն ալ ասենք իշխող գուսակցությանն ալ քաղաքացիական պայմանագրի բարակային նույնն է որ ավելի գետրոնանա մյուս կողմը հետաքրքրական է որ հիմա ընդհանրապես բادرած թե խաղաղություն նորեն նույն բանին գուքանք որ եթե դու գնդրվիկ մանավանդ երբ որ կոչարյանական կեմպինգ գուքանք որ եթե դու գնդրվիկ կսեն Փաշինյանին բادرած բիլա մեր ժամանակ խաղաղություն էր աս վախի կամ մտահոգություն բանանելը հիմնված չէ ոչ մի կոնկրետ բանի վրա բայց ունին իրենք բազան ունին իրենց արմադական հետևորդները որոնց համար գուզեն ասի անընդհատ լսեն նա խաղաղության հարցը օրինակ համար երկու կողմնալ խաղաղություն մեկը գսե խաղաղություն եւ ացեո մյուսը արժանապատիվ խաղաղություն այսինքն որն է արժանապատիվ խաղաղությունը ինչպես հասնի նադոր եւ այլն ուրիշ հարցեր են ճիշտ հիմա օրինակ հետաքրքրական է ինձ համար ես ավելի մանր բաները մանր գրված fine print-ներում մեջ որ գնայեմ իհարկե իմ սազներս ալ ոչ մեկ ձևով հաստատ չեն այսինքն ավելի վերլուծում եւ ասպես ասած ինչ ասեմ ենթադրություններ կան իհարկե բայց հետաքրքրական դեր մկար որ օրինակի համար հարցախույզի ժամանակ հարցուցած եմ մարդոց որ ասնույթի մասին գարտես որ կառավարությունը ինչքանով լավ կամ վատ գործ կնե եւ եթե ինտիմությունը կա եւ շատ վեգ շատ ընդհանրական ձևով ով է ինտիմությունը չեն գիտեր ինչպես պիտի ենեն համարյա թե բոլոր գեդերում մեջ թեգուզ եթե լավ որ օրինակ համար կառավարությունը լավ չներ աս աշխատանքը միան 40% կսե որ լավ արած է ինտիմության բարակային ավելի ցած է հիմա գրնալա լսես որ եղբայր քթուն կորձը լավ չես ներգոր բայց եթե ուրիշ մեկը կա ավելի քեշ պիտի ենե սո երկու չարիած փոքրակույնի նաեւ մտածելակերպը կա եթե գրնակ մարդոց մտածելակերպը հանել սարսախույզներում մեջ են Ադիմաստով հետաքրքրական է նաև որ ինչքանի տոկոս ավելի քան նայած դարիքային բանով բաժանումներով գդարբերին բայց ավելի քան 30%-ը հարցախույզի մասնակցողներուն վստահ չեն եթե պիտի մասնակցեն կամ ոչ Եվ ադոնց մեջ ալ հարցումներ կան որ ինչու չես ուզեր մասնակցել եւ չեմ վստահեր մարդոց ասոր չեմ սիրել հոգնած եմ կամ լրիվ հիաստապություն եւ այլն Հոսնալ բաքսած է կարծես բայց չէ առաջ 30% չէր ավելի բարձր էր չքվեարգողներու կամ ոչ ոքի բաներ Ռայր ոչ չորոշողներու դակավին Պիտի մասնակցին բայց չեմ գիտեր որու պիտամ ասիկա դարբեր բան է հիմա աս 30%-ը որ չեն գիտեր որու պիտան Ադիգա կարևոր է եւ ասալ նորեն ինձ համար իմ ուսանողներս իսկապես իրենց իբադիվ գուզեմ ասի բանել շատ ավելի հետաքրքրական եւ շատ ավելի լուրջ մոտեցում ունեն ասոր եւ կսեն օրինակի համար ինչու ոչ հասկանանք ինչու չեն մասնակցիր եւ փորձել այդ 30%-ին վրա աշխատել որ իմ գոմս ցայնდა կամ քու գոմս ցայնდა եւ ասիկա կարծեմ ամենամեծ խնդիրները մեկն է Հայաստանի քաղաքական թաշտին այն է որ քաղաքական ուժերը գսեն այն ինչ որ թուն պետք ունիս Ոչ թե մտիկ կնեմ որ դու ինչ պետք ունիս եւ ադոր իման վրա ես ընեմ Ես քեզ ասեմ նստիր ոստեղ որ ինչի պետք ունիս դուն Եղբայր ես գիտեմ ինչի պետք ունի ինձ համար ընտանիքիս ապահովությունը կորձի ապահովությունը դպրոցներու լավ որակը լալը եւ ասոր վրա է որ գսկսի ասպես ասած փևերացումը կուսակցություններու Եվ այսինքն Ռազմավարություն մշակելու իրենք մարտավարություն մշակելու ադեն իրենց քարոզչական մարտավարություն որովհետև հսկայական գումարներ կծախսվեն այսօր ասենք անգազմագեր անձրակիր որ ադ 30% ասենք չգոհորոշված 30%-ը վերցնեն իրենց կողմ կամ անոնց մեկ մասը բանեն իրենց համագիր դարձնեն այդ Ճիկը գսես չերևիր կամ չի դեսնվել ընդհանրապես այն մեկը արդեն կծած է իր բան Այս հարցախույզներ ուրեմն լրիվ Ասի մեզ մարդոց համար է որ մի քիչ խոսելու նյութ ունենանք բայց ընդհանրապես օրինակ առողջ եւ մտածող քաղաքական ասենք միջավայրի մեջ գուսակցությունները իրենք ներքին հարցախույզեր ալ գնեն առանցին ոչ թե ասպես հանրային որ գիտնան ինչի մեջ պետք է գետրոնանան ինչն են կգասկածին որ հոստեղ հիմա գուսակցությունները գնեն աշխատանք բայց ճիշտ է Ընդհանրապես նորեն նույն ասպես ասած արքահատական չսեմ բայց շատ ամփարդավան մոդեցումը կա որ ես ավելի լավ գիտեմ թե ինչ կուզես Հայաստանի ղեկավարության մեջ բոլորին մեջ փոխանակ բանանելու որ չէ լսենք ասուլիսնենք նստենք խոսենք դու խոսիր ես լսեմ որ ստայնեմ ես պայմանավորվեմ եւ սա դիտպես ալ հիմա հարցը այն է որ իրենք արդեն որոշած են ինչու ուղղությամբ պիտի երթան
ինչ ալլա անգախ որ աս հարցախույզին արդյունքը ինչ է եթե նույնիսկ հետևին աս հարցախույզին բիչի փոխեն իրենց բանը 2021-ի ընտրություններուն օրինակ հետաքրական էր որ ընդդիմության կամպեյնը Քարոզարշավի մոտեցումը լրիվ փոխված էր, քիչ մը շատ ավելի եվրոպական, ամերիկյան մոտեցումով։ Սկիզբը սկսան օրինակ համար բոլոր տեխնազուները սպիտակ շաբիկով, դապադով, շատ ասան casual ծավով եւ այլն։ Ինձ համար հետաքրական է աս իմիջները, աս պատկերները, որովհետեւ ամերիկյան բանի կամպեյնինգի կամ արևմտյան կամպեյնինգի բաներ են, բայց չի կալեց, ադամ բաներ չի կալեր։ Վերջը խնդրեմը այն է որ հասարակությունն ալ երբ կնդրե չնդրեր հիմնված խաղապարախոսության եւ այլն գնդրե հիմնված անհատի վրա աս անհատական ասենք անհատականացումը բայց օրինակի համար ես ինտիմատիր գործիչներ լայ որոնք կհայտարարեն որ ամեն չարյաց աղբյուրը Փաշինյանն է ԿԲ-ի տեխնազուն է ինչ որ ուրիշ ռազմավարություն մշակեի համագործակցելով ինտիմատ ծևով բերելով դաշտը իրարու մոտ ավելի որովհետև այլապես փոշիացում բիլա քվեներու մեկը մյուսին քվե բիդի առնե եւ աս բատկերը որ գա անշուշտ եւ որոշ ուժեր կան որ բիդի չմտնեն խորհրդարան եթե հավատան անշուշտ հարցախույզին եւ եթե նույնիսկ չմտնելու հերանեկար նվազագույն ինչ չափով բան է բիդի չնախնդրեին որ միանան ոչ անպայման իբր դաշին կան զորակ չէ որովհետեւ Հայաստանի մեջ քաղաքականությունը հիմնված է եսի իգոյի եւ ողի գրաջներու վրա Եվ ադոր համար է որ այնքան շատ մեծ են եսերը որ չեն ուզեր գործակցել ոստեղ օրինակ ամեր լավագույն օրինակը որ կա Հունգարիան է որ վերջին 10 տասնամյակի ընթացքում ինչքան փորձեցին Օրբանին դեղահանել ի վերջո խելքերնին գլուխնին եկավ հիմա ավելի միացյալ ընդդիմություն կա բայց ոստեղ դակամին շատ հերու են գտկե ոստեղ որովհետև նորեն իմ գարձիկով է գտնալ շատ սինիկ պատասխան է ասեմ շատ սինիկ նախատեսությունը լա խաղապարի վրա հիմնված չէ քաղաքականությունը կամ Քարոզարշավը եսի վրա հիմնված է լավ քողարկված է որ հա չէ գներեք ես շատ համեստ եմ չեմ այսինքն շնորհակալ եմ որ ես եմ ցեր ինձ ինձրեցիք որպես ցեր ներկայացուցիչ եւ այլն բայց օրվա վերջին քաղաքապարախոսությունը չկա այնինչ որ ես լավ ջանցված եմ եւ ասեմ մարդիկ կնդրեն օրինակ համար նորեն հարցախույզի մեջ հետաքրական բան մգա որ ինչի վրա հիմնված բիդնդրես ասկաման գուսակցության անհատի վրա առաջին բաները քանի դեղը բանի տեխնազուի անցյալի կորձ աշխատանքի եւ իր իմիջին վրա հիմնված ուրեմն հիմա գրնալալ ինչա լավ բաներ խոսին բայց ինձ չի սիրել ուրեմն իմ սազից կարևորություն բիչի դաս so ադենտիմության խնդրեմը ադիկա է որ ինչքանով գրնան բանանել եթե նայես տնես օրինակ սանտագի վրա եւ նայես որ աս կուսակցությունները որոշ չափով նման բան է նախաձեռնություն պետք է լավ ոյ մեկը նցելով որ եկեք միանանք իհարկե հիմա ընդրական օրենքն է շատ մեծ հարց է որովհետև հագարակ որ ընդրական օրենքը որ հիմա փոխվեցավ 4% եղավ կուսակցության բանը անցման փուլը իսկ դաշինքները 8 եւ 10 օրինակ ասպարակային համակարգը հիմա նայես մտածես կառավարության իշխանության փոփոխությունը որ եղավ քաչալերը որ կուսակցություններ առանցին մասնակցին եւ եթե առանցին մասնակցին ուրեմն 4%-ն էլ դժվար է որ հավաքեն որովհետեւ շատերը չունին այդ կարողությունը բայց եթե միացյալ Թաշենկով պիտի մասնակցին 8% շատ ավելի բարձր է so ya haro ya maro որ գսենա ինչա լնեն օրինակի համար ինտիմությունը պիտի գրնա մեծ կարողականությամբ դուրս գալ հա այսին բարձրապես սկսեմ մարդավարական ծևեր կան օրինակի համար Տաշինքը որպես Տաշինք չի մասնակցի բայց Տաշինքի ուժերը մեկ իբր գուսակցություն ժամանակավոր որովհետև Հայաստանի մեջ ինչ դյուրին բան է գուսակցություն հիմնես որպես այդպես մասնակցից 4%-ով գտնես կոնե խորհրդարան մտնելու որոշ երաշխիք մգստերդես դե ացիկա սադիտպես մարդավարական մոտեցման հարց է հիմա ինչքանով վադալ չենք գիտեր օրինակ հարցախույզը Թաշինքներու վրա հիմնված է ոչ թե օրինակ կուսակցություններու մի քանի ադենանտին օրինակի համար Հայաստան Թաշինքը եթե օրինակ առանցին մասնակցի դաշնակցությունը եւ Քոչարյան եւ այլ խումբեր ինչքանով շանս ունին որ 4%-ը 4% անցնին բայց սա շատ ճիշտ է օրինակ եթե առանցին մասնակցին անցնել են վերջը իրենք փորձեն Թաշինք կնկել այսինքն ասկային ժողովի այնքան բարձ է վերջը միասին քաղաքականության մեջ եղողները չեն մտածել ասկան ասպանով ընդհանրապես կուզեն փարտացնել եւ իմ կարծիքով
բանի լոզունգները անտին չէ անցած ասպաները ասի ասանգ է պետք է հայրենասիրություն կարոզելը ապահովություն կարոզել առանց կոնկրետ ասենք աշխատանքի կամ առաջարկի ամենամեծ խնդիրն է հիմա ես ասիկա նորեն վերջերս բարդականությունը տված է ուսանողներս որ իրենք իրենց կուսակցությունները ստեղծեն եւ իրենց կուսակցության պլատֆորմը եւ բաժարները որ ինչու կուսակցությունը բիդեն եւ բաները մեկը հետաքրական է որ գնայի հայաստանյան կոնտեքստի մեջ իհարկե որ գնայի այն էր որ ընդհանրապես ինչ կոնկրետ քաղաքականություն policy պիտի առաջարկե ես աս գեդեր ինձ համար կարևոր է լավ աս 3 գեդեր հաջողցնելու համար ինչպես ցում պիտի գրնաս բանանել ինչ քաղաքականություն պիտի վա ապահովություն անվտանգություն լավ կոնկրետ եւ հասկանալի ցևով բամալա այն իմաստով որ Հայաստան հզոր երկիր բիդենեմ ասիկա կոնկրետ չէ բայց ասել օրինակ համար ես իմ ռազմական բյուջեն պիտի ավելցնեմ ասկան դոգոսով որ հասնեմ աստեղ եւ process-ի մեջ ես պիտի ավելցնեմ ասենք եկամտահարգը դարբեր բաներու վրա եւ այլն ահա կոնկրետ բան եղավ Հիմա վստահ չեմ արդյոք ընդրողները քվեարկողները կսպասեն ադիկա կամ ինչպես պիտի ընկալեն ադի Հայաստանի մեջ կամ արդեն ամեն ինչ ֆետա կոմպլի է վերջ ասանք է ասիկա իմ մարտս է եւ իրեն պիտի քվեարկեմ ինչ ալես է Այսինքն հարցումներու մեջ եթե ադոնք լան որ թում պիտի նախընտրեիր որ ռազմական բյուջեն ավելնա Եվ ադոր համար պատրաստ ես հարկ վճարել այդպիսի հարցումն է օրինակ համար հիմա միջազգային քաղաքական ուղղության մասին ասենք եթե Եվրոպայի գոմ են կամ Ռուսիո արևմտամետ են կամ բան են ինչու արևմտամետ բիլա արևմտամետությունը ինչ կբերի մեզ ռուսամետությունը ինչ կբերի Այդ հարցումներ ունեն մեջը հետաքրական է բայց ինչ գործոններ են որ մեգուն կդարձնեն արևմտամետ օրինակ համար եթե Բահբանոական ընտանիք է գտնա արևմուտք իրեն վախցնել չէ որովհետեւ ազատականությունը գտնա քայքայե ընտանիքը եւ այլն կամ ավելի շատ ինչ գիտնամ սերային ազատություններ դա եւ ասամենը բոլորը օրինակ հիմնված է այն իրականության վրա որ եթե Թուն կոնկրետ ցևով նայր մանավանդաս եվրոպական հարցումը կար որ եվրոպական միության անդամակցության համար թեմես կամ թերես ընդհանրապես անոնք որոնք նեցուկ կգանքնին շատ հստակ է որ ինչ կսպասեն եվրոպական միության մերսեցում են օրինակի համար դնդեսության աճ դնդեսական գայունություն վիզայի ազատականացում որ կգրնան երթալ ասոնք կոնկրետ հստակ կետեր են Միշտ կողմեն եթե նայես անոնք որոնք թեմեն քուս ադիպես քիչ մի շատ վերացական խաղապարներու որոնք հիմնված են ովևէ մեկ կոնկրետ ովևէ մեկ հաստատ խաղապարներու ասկային արժեքներու խաթարում ընտանեկան արժեքներու խաթարում Ռուսաստանին կնեղացնենք հիմա այսինքն մանգաբարդես ենք ասիկա նեղացավ ասորետ կեխոսից ցելով հիմա տնտեսական հարցը որ գսենք չէ ես տնտեսական Եվրոպայի հետ կապենք մեր տնտեսական զարգացման հույսերը այդ քվենադոր համար ես արեմդավիտ բիդելամ կամ ոչ այսօրվա դրության դակավին Հայաստան այս երկուքը եթե գշրեիր արմի այսօր Ռուսաստանեն ավելի շատ կախյալ է իր տնտեսական բարօրությունը քան թե Եվրոպայեն ուրեմն եւ արևմտամետ քվեարկը աս խնդիրներու մասին այսինքն ուղղակի ընդրողին թաստիարակելու հարցը կա ես այբ որ քեզի գնդրեմ որովհետեւ դու գցես որ Եվրոպական միության մաս պիտի կազմենք ես նայ պետք է հասկանամ ոնց ինձ պիտի բացատրես եղբայր ես վաղը որ ընդրվիմ ամիջապես Եվրոպական միության մեջ չլա բայց եթե ես չընդրվիմ եթե մենք 10 տարի հետո պիտի լանք հիմա 20 տարի հետո մյուս կուսակցությունը կամ մյուս իշխանությունը 20 տարի հետո պիտի երթա մարդիկ պետք է երկար ժամկետային մտածելակերպ որ չգա մարդիկ կնդրեն դեղմուն վրա եւ կնդրեն իրենց անձնական մորթին վրա ասկալու բանով օրինակ ամենամեծ հարցը կներես ոստեղ երկու հարցում կար որ իրար հետ կհամեմատե մեգա եւ լավ ցևով գտնես ասենք որ check balance-ի հարցը լա հարցում մնա որ օրինակ ինչ ամենամեծ մտահոգությունը քեզ համար այսօր անվտանգություն բայց հետո օրինակ կուքան ուրիշ ցևով հարցը գտնեն որ քու ընտանիքիդ համար արդեն իջա մայկրո level-ի վրա շատ փոքր մանի ինչ ամենամեծ մտահոգությունը ապահովությունը 2% էր ամենացածերը մեկն է so գրնանք մենք ոս մեծ նստած մեծ խոսիլ մեծ հարցերու մասին բայց երբ որ հարցը գուքա իմ անձնական մորթից վրա իմ անձնական ընտանիքից վրա ապահովության հարցը ինձ համար այդքան կարևոր չէ լավ խաղապարական հարց է բայց ինձ համար կարևոր է որ բզդիգս ուր դպրոց պիտի երթա եթե հիվանդանա արդյոք բանը հիվանդանոցը կամ կլինիկը լավ վիճակի մեջ է կամ ոչ ասի երգույթություններն են որ մարդիկ չեն տեսնար եւ գործեն անընդհատ կրկնել գիտես հետաքրական բան մգար որ
քաղաքական ջգունությունը շատ կարևոր է որոշումներ կայացնելու մեջ դարիներ առաջ երբ Բուշ նախագահը երկրորդը հայտարարություն մգներ Ստիվեն Կոլբերտ բանը կոմեդիան ասա որ ասմարտուն պետք է հարկես կսե նույն բանը կմտածի 4 շաբթի օր այնինչ որ կմտածի 2 շաբթի օր ինչ ալ բադահի 3 շաբթի օր ջգունությունը որ չունենաս դու չես կրնար հարմարվել ադիմաստով հետաքրական է որ գա օրինակի համար նիլիստիկ գուսակցություններ կամ տեխնազոներ օրինակ թեմեն բոլորին թեմեմ գուսակցություն չէ բայց հետաքրական շարժում է իմ կարծիքովս հետո բաժանումներում որ նայես հետաքրական է որ երդասարտությունն է որ շատ ավելի հիասթափված է երդասարտները գամ այսինքն դարբեր բաներ ընդհանուր չմասնակցողները հետաքրքրվողները թիվը երդասարտներ ես օրինակ ինձ համար աս բոլորի մեջ հետաքրական հարց է գտնել նաև այս տարի քանի նոր տեխնազու նոր քվեարկող պիտի մտնա շուգան ասպես ասած շուգան ընդհանրապես ասի միջազգային բաներում մեջ ուսումնասիրությունում մեջ կարևոր է որ օրինակ գրնալալ դարիմը լավ որ շատ մեծ բնակչություն կամ աճ եղած է բնակչության եւ մեկ անգամին բոլորը 100,000 երևակա հիմա այսօր 100,000 նոր քվեարկող առաջին անգամ քվեարկող կա ընդրություններն այդքան չէ բայց ինչքան լրիվ կփոխել լրիվ բանը թաշտը քաղաքական ընդրության թաշտը եւ ինչքանով օրինակի համար ասոնք արդեն ասպես ասած brain wash տեղած են որ գուքան ընտանիքի մեջ շրջանագի մեջ եւ այլն ես որպես վերջին հարցում հարցնեմ աս ամենուն լույսին տակ կարծեմ քվեարկողը իրավունք ունի ավելի խորունկ ճանաչում իր տեխնազուներուն եւ անոնց քաղաքական ծրագրերու մանրամասնություններուն դարբեր ոլորտներում մեջ այդպիսի բան անելու համար ամենալավ միջոցները մեկը բանավեճերն են այո այսինքն ամեն մեկը առանցին իր ծրագիրը ներկայացնելու չէ հարցը տեխնազուները կան եւ բանավիճին այո մեր իրականության մեջ ադիկա շատ չենք տեսել բանավեճը գլա ավելի վեճ եւ ավելի օրինակի համար նորեն իգոներու հարցը փոխանակ խաղապարներու մասին խոսելու անցերու մասին խոսվի ադիմաստով նաեւ որովհետեւ մշակույթը չկա լրիվ համաձայն եմ ասա խորտարանի մեջ կդեսնենք ինչ կդերածվի եւ նույնը եթե 2 հոգի կամ 2-3 տեխնազու իրարու հետ բայց հանցանքը ասես հանցանքը ասելով այո հանցանքը ոչ թե միան քաղաքական ուսակցությունն է բայց նաեւ բան մեդիային հետ կապված է որովհետեւ մեդիայի մեջ ալ չունի սմարտիկ որ օրինակ համար գրնան լավ ցեղով եկեք ծեր բանը պլատֆորմը ներկայացեք բաբա 3 ժամ 4 ժամ չունիմ ես ամեն մեկը խոսելու հadoop գեդերով hadoop հարցումներով ադբարրաստությունն ալ պետք է լավ բարբերականություն ամեն մեկ անգամ դարբեր ամեն անգամ դարբեր հիմա հոստեղ հարցը այն է որ մարդիկ նորեն քաղաքական գործիքները մտածեն կամ իրենց ներկայացուցիչ ասիկա նաև լավ արիթ է որ օրինակ եթե 4-5 անգամով են բարբերաբար դու գրնաս նույն թեմքը չլա արդեն հոգնած են մարդիկ ղեկավարությունը ուսակցության լավ երկրորդ, երրորդ, չորրորդ մարտիկ ով են կամ ասնույթի մեջ մասնակից չունիս որ կա ասնույթի մասին խոսի ասիկա նաև գհզորացնե գուսակցության ասենք ներկայացումը որ միան անհատի վրա հիմնված չէ այլ որպես հավաքական ուժ է so մեկ կողմեն ինքը պետք է հասարակությունը ինքը լավ գարենա փանիմացություն ունենալ պահանջելու երկրորդը լրատվական միջոցները համացայինին օրինակ թող հավաքվին ասեն որ ապո թուն լավ գրնաս աս հարցախույզի կամ աս դիբեյթի բանը ասնույթը թուն դանել կամ մարգոս թուն գրնաս կամ հակոբ թուն գրնաս կամ աշխեն թուն գրնաս եւ այդ ծավով նաեւ ստեղծել այդ հասարակության մեջ հասկանալու քաղաքականությունը հասկանալու ըստ էության հասկանալու եւ նաեւ ավելի մեծ ջնշում է քաղաքական գուսակցություններուն այսինքն շատ ադեներ կմտածեն որ քաղաքական գուսակցությունները ղեկավարները մանավանդ այսինքն թուրներուն եդի կոց թուրերուն եդը մարտոց վրա կխնդան հա ինձ լավ անցավ ասիկա գրցան քալեցնել վրանին եւ այլն այսինքն ցեվոմնալ անարքական մոդեցում կա բայց հասարակության նկատմամբ որ չեն հասկնար մյուս կողմենալ հասարակությունը պամչեներ որ ցույց տա որ չէ ես կբանչեմ որ այո շնորհակալ ենք եւ շատ շուտով այսինքն մեկ ամիս են հավանաբար հրաբարակվի այս նույն գազագերբության երկրորդ արցախույզը ընդդուցեն քիչ առաջ հավանաբար նորեն անդրադառնանք այդ հարցին հույսով շնորհակալ եմ շնորհակալություն ապա